Առաջի Կորինթացի 12-րդ գլուխ։ Եղբայր չեմ կամենում, որ չգիտնաք։ Դու գիտեք, թե երբ որ հեթանոս եք, անձայն կուրքերի մոտ էիք տարվում, ինչպես որ առաջնորդվում եք, նրա համար հայտնում եմ ձեզ, որ ոչ ով չկա Աստծո հոգով խոսող, որ Հիսուսին նզովյալ ասե։ Եվ ոչ ով չկա Հիսուսին Տեր ասել, Հիսուսին Տեր ասի, եւ ոչ ով կարող չէ Հիսուսին Տեր ասի, եթե ոչ հոգով սրբո։ Պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է, բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնություն օգտի համար։ Հոգու հայտնություն, խոսքը, որը բացվում է, հայտնություն, որտեղ մեկին հոգուց տրված է իմաստության խոսք, դրանք խոսքի պարգևներ են, ուրիշին գիտության խոսք, նույն հոգու չափով, սրանք պարգևներն են, որ Աստծո հոգին երբ որ մարդու մեջ գալիս է եւ մարդը այդ պարգևներն օգտագործում է։ Պարգևները դրանք ոնց որ մեր մարմինն է, դրանք մարմնի անդամներն են, դրանք հեշտացնում են գործը, որովհետեւ երբ որ դու ծառավ ես, եթե դու ծառավ ես, դու ինչ ես անում։ Դու չես գնում շուրթերդ մտցնում բաժակի մեջ, դու ձեռ ունես։ Դա Աստծուց պարգև է։ Դու ձեռքով վեստում ես բաժակը եւ ինչ ես անում, խմում ես ջուրը։ Երբ որ եկեղեցուն պետք է խոսք հայտնության, ասում է իմաստության խոսք, գիտության խոսք, ուրիշին գիտության խոսք, մյուսին հավատք նույն հոգուց։ Եվ իմաստության խոսքը, գիտության խոսքը, հայտնությունը, դրանք խոսքի պարգևներն են, որոնք Աստված օգտագործում է եկեղեցին կերակրելու համար, եկեղեցուն իր խոսքը փոխանցելու համար, ինչի համար, որ եկեղեցու ժողովուրդը գիտություն ունենա, հավատք ունենա, ինչ որ անում է, դրա հետևը հավատք լինի, իսկ հավատքի հետևը գիտություն է, հավատք առանց խոսքի չի կարող լինել, որտեղ հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից է։ Հիմա, եթե մենք եկեղեցում կարիք ունենք մեկի համար, աղոթենք, որ բժշկվի, մեկը հիվանդ է, ինքը կարիք ունի բժշկվելու, մենք ինչ ենք անում, ասում ենք գնայես դեղը խմի, մենք չենք առարկում ավանդական բժշկությունը, բայց մենք ասում ենք, որ Տերը հրաշք կարանի, եւ մենք ինչ ենք անում, մենք ձեռքերս դնում ենք եւ աղոթում ենք, եւ հավատում ենք հրաշագործությունների ու բժշկության պարգևի, հասկանում ես, դու օգտագործում ես պարգևը, իսկ Սուրբ Հոգին իրականացնում է այդ պարգևի նշանակությունը։ Ես ծառավ եմ, գիտես ես չեմ հավատում, որ ես ձեռքս կարա բաժակը վեսնի, մի հատ կգաք ես բաժակը վեսնեք, բերեք իմ բերանի մոտ ես ջուր խմեմ, ով է տենց անում։ Գիտես մարդիկ կան խնդիրներ ունեն, իրանց կյանքում խնդիր ունեն, իրանք չեն աղոթում, որտեվ հրաշագործության համար պարգև է պետք, դա հավատքն է։ Օրինակ ով է իր կյանքում ծայրահեղ խնդիր ունենում հավատքով աղոթում, կա մեկը, որ աղոթում է, Գայանը մենակ։ Բոլորը։ Ով է հիվանդ լինում, ձեռքը դնում հիվանդության վրա, ասում ես հրավիրում քեզ ստամոքս բժշկվի, բժշկություն եմ խոսում։ Բայց կարիք ունեք նաև, սաղը հորակյաններ եկել, ես ինչ եմ։ Ով է կարիք ունեմ քաոսին նստում այլուտ եմ իմ կիրա քաոս։ Ես, ով է կարիք ունեմ, ինք ասում ես եմ կո։ Լավ, լսեք, բայց բժշկության, բայց նաև մենք ունենք մարդկանց կարիք, որոնք այդ պարգևը հավատքով կիրառում են, ճիշտ է։ Ասում է եկեղեցին, որ աղոթի մի հատ հիվանդի համար, ինքը կբժշկվի։ Ամեն։ Հիմա պարգևները դրանք մարմնի եկեղեցու անդամներն են, որոնք օգտագործվելուց մենք ավելի մեծ արդյունք ենք ունենում, ասա ամեն։ Հիմա մյուսին հավատք նույն հոգուցը, հավատքա որ պարգև է, հասկանում ես։ Մյուսին հավատք հոգով, ուրիշին բժշկության պարգևներ, նույն հոգով ուրիշին զորություններ, ներգործություններ, ուրիշին մարգարություն, ուրիշին հոգիների ընտրություն, ուրիշին այլևալ լեզուների թարգմանություն, բայց այս ամենը հենց միևնույն հոգին է ներգործում ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է։ Ինչպես էլ մարմինը մեկ է եւ անդամներ շատ ունի, եւ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մարմինը մեկ է, այսպես էլ Քրիստոսը։ Հասկանում ենք, որ հոգու պարգևները դրանք Քրիստոսի մարմնի անդամներն են, այսինքն
Քրիստոսի մարմնի գործիքներն են, որ Քրիստոսի մարմնի անդամները պիտի կիրառեն դա։ Հասկանում ես։ Եթե պարգևները չկիրառես քո կյանքում, քո հոգևոր կյանքը շատ ճահճոտ եւ նեխած կլինի։ Դրա համար այն ինչ որ Աստված քեզ տվել է, օգտագործի։ Ես այնց ամենազորավորը գիտես որ նա մարգարական խոսքը, որտեղ մարգարությունը կառուցում է։ Ինչ որ այստեղ մենք որպես գործողություն անում ենք, մի բանի է նպաստում, ամբողջ Հայաստանի եւ Հայաստանի հարող պետությունների արտությանը։